Արեցես, ինչպես գիտենք, ուսումնական գործընթացում հանրակրթական պետական չափորոշիչներով պայմանավորված տարբեր առարկաներից նախատեսված է իրականացնել նախագծային աշխատանքներ։ Ընդհանրապես նախագծային աշխատանքի արդիականությունը պայմանավորված է նրանով, որ սերտորեն առնչվում է նորարարական մեթոդների։ Այն նպաստում է սովորողների ճանաչողական, կազմակերպչական, հետազոտական, համագործակցային, կիրառական հմտությունների և կարողությունների ձևավորման ու զարգացման։ Ինչ նպատակ է հետապնդում ինտեգրված առարկաների կամ առանձին առարկաների միջոցով, ինքնուրույն, որոնողական աշխատանքի միջոցով հասնել որոշակի տեսանելի արդյունքի, ընդհանրապես նախագծային աշխատանքներ իրականացվում են անհատական, խմբային, հեռահաղորդակցական եւ այլն։ Մեր աշխատանքը խմբային բնույթ է կրում, խմբում ընդգրկված են 10-րդ դասարանի երեխաները, 2 տղա եւ 8 աղջիկ, եւ մենք ասացինք ինտեգրված առարկաներ են, ընդգրկել ենք հայ գրականությունը եւ հայոց լեզուն, հայ գրականությունից ընտրել ենք 10-րդ դարի մեծագույն բանաստեղծ, մեծ աղոթասաց Գրիգոր Նարեկացու ստեղծագործությունները, իսկ հայոց լեզվից հեղինակային նորակազմությունները։ Մեր աշխատանքի նպատակն է զարգացնել սովորողների գրական երկի ուսումնասիրման, նրա բառապաշարի, նրա արվեստի առանձնահատկությունների, կարողությունների և հմտությունների։ Ինչ կարողունակություններ են, օրինակ, երեխաներ ջան, ձեռք բերեք։ Դայանա, ինչ ես ձեռք բերել։ Ինքնաճանաչողական կարողություն։ Ինքնաճանաչողական, ինքներս մեզ եւ սոցիալական կարողունակություն, իհարկե։ Էլ ինչ ենք ձեռք բերել։ Սովորելու կարողունակություն։ Այսինքն ինչ ես հասկանում։ Այսինքն ինչպես պետք է ճիշտ սովորել։ Այո, եւ Խնդրել Վալյա ջան։ Լեզվագիտական կարողունակություն։ Այո, լեզվական գրագիտություն եւ կարողունակություն, իհարկե։ Դու Լիդա ջան։ Մշակութային կարողունակություն։ Այո, մշակութային կարողունակություն խնդրել։ Դու Անահիտ։ Նոր բացահայտումներ, բացահայտել իրար, այո, խնդրել, դա կարողունակություն է, այսինքն սոցիալական կարողունակություն է, շատ ապրես, ահա։ Դու Լունա ջան։ Մեդիա գրագիտություն։ Այո, իհարկե, մեդիա և թվագիտական կարողունակություն, շնորհակալ։ Եվ տեսնենք ինչպես է ներկայացնում երեխաներ իրենց աշխատանքը։ Գնանք առաջ, դե ձեզ տեսնենք։ Շատ քիչ է ասել, հնամել առաջին բանաստեղծն է։ Նրա ծննդից անցել է 1000 եւ ավելի տարի։ Այդ ընթացքում նրան երկնած ժողովուրդը ծնել է գեթ 20 մեծ բանաստեղծ։ Բայց առ այսօր վերստին նույն ինքն է, բոլոր այդ մեծերի մեջ մեծագույնը։ Այսպես է ընդգծել Գրիգոր Նարեկացու վիթխարի մեծությունը 20-րդ դարի հանճարեղ բանաստեղծներից մեկը՝ Պարուշ Սևակը։ Երբ ուսումնասիրում էինք Գրիգոր Նարեկացու կենսագրությունն ու ստեղծագործությունը, ընկեր Ասոյանն առաջարկեց ուսումնասիրել նաև հեղինակի բանարվեստը և բառաշխարհը։ Մենք միասին այս թեմայի շուրջ կատարեցինք խմբային աշխատանք։ Աշխատանքի ընթացքում հետաքրքրությունը մեծացավ բանաստեղծի ճոխ, հարուստ բառապաշարի նկատմամբ, և մենք որոշեցինք ծավալել այն։ Եվ ընտրվեց վերնագիր, եւ ընտրվեց վերնագիր Գրիգոր Նարեկացի եւ նրա բառաշխարհը։ Նշանակեցինք հանդիպման օր եւ ժամ, ուրբաթ-օրը քննարկեցինք մարտահրավերային հարցը, աշխատանքի եւ ժամանակի պաշտպան կատարեցինք, կազմեցինք աշխատանքի պլանը։ Այնուհետև հանդիպում էինք ամեն ուրբաթ, քննարկում էինք մեր կատարած աշխատանքները, վերլուծում եւ կատարում անդրադարձ։ Աշխատել ենք եւ խմբերով եւ զույգերով, կազմել ենք հարցեր եւ կատարել ինքնուրույն հետազոտական գործունեություն։ Գրիգոր Նարեկացու կյանքը եւ գործունեությունը ուսումնասիրել եւ ներկայացրել եմ ես, Վալյա Գևորգյանս։ Օգտվել ենք համացանցից, դասագրքերից եւ գիտական մասնագիտական գրականությունից։
Գրիգոր Նարեկացու ստեղծագործությունների շուրջ աշխատանքը կատարել եք, ես և Վայրի։ Գրիգոր Նարեկացու ստեղծագործությունների հարվեստը ուսումնասիրել և ներկայացրել եմ ես, Լիդա Խաչատրյանս։ Բառապաշարի նրա գործուն եւ ոչ գործուն շերտերի շուրջ աշխատանքը կատարել եմ ես Ռոմելիա Ավագյանս եւ Դայանա Հայրապետյանը։ Նորաբանությունների, այնուհետև հեղինակային նորակազմությունների վերաբերյալ ուսումնասիրությունը կատարել եմ ես, Լունա Յավրյանս եւ Վանի Աբրահամյանը։ Գրիգոր Նարեկացու երկերի բառապաշարի առանձնահատկությունները կատարել եմ ես, Նայնե Գևորգյանս եւ Լիդա Խաչատրյանը։ Բառարանին նրա տեսակների ու կանոնության սկզբունքների վերաբերյալ աշխատանքը կատարել եմ ես, Անահիտ Կարապետյանս եւ Արա Աբրահամյանը։ Նարեկացու նորակազմությունները դուրս են գրել բոլորս, դուրս են գրել շուրջ 953 բառ։ 953 բառ գտել։ Ուսումնասիրել ենք Մեղեդի ծննդի, Տաղ Վարդավառի, Տաղ Հարության պահերը, Գանձեր, Հրատական բանկեր եւ Մատյան ողբերգության պոեմը։ Դասավորել եք բառերը բառարանին հատուկ դասավորությամբ եւ վերջացնում ստացել եք այս աշխատանքը։ Նոր տպագրատան հետ համագործակցությամբ զբաղվել եմ ես։ Սկզբում ստեղծեցին գրքի բովանդակությունը, այնուհետև քննարկեցին բոլոր կարևոր մանրամասները, պայմանավորվեցինք խմբագրի հետ, համաձայնեցինք ֆինանսական կողմը, ընտրեցինք գրքի կազմի ձևավորումը եւ արդյունքում ստացանք այս գիրքը։ Բոլոր աշխատանքները կատարելիս մեզ օգնել մասնագիտական խորհրդատվություն է ապահովել ընկեր Ասոյանը։ Նա ուղղորդել է, դրամադրել է տեղեկատվական գրականություն, մեդիանյութեր, այլ նյութեր, օգնել է հաղթահարելու առաջացած դժվարությունները, փոխանցել է համապատասխան հմտություններ։ Հետաքրքիրն այն է, որ մենք ավելի մտերմացանք, օգնեցինք միմյանց, հանդիպեցինք նաև առցանց, այցելեցինք մեր գյուղի Նարեկա մատուռը։ Պատրաստել ենք տեսասահիկ եւ պաստառ եւ այժմ կներկայացնենք։ Որքան հեռանում ես իրենից, այնքան մոտենում է ինքը։ Եվ ինչքան մոտենում ես իրեն, այնքան հեռանում է նա, մնալով միշտ անհաս ու անմատույց։ Այսպես է ասել Պարուս Սևակը Գրիգոր Նարեկացու մասին։ Գրիգոր Նարեկացին ծնվել է մոտ 951 թվականին, Վասպուրական նահանգի Ռոշտունիկ գավառում։ Նա իր կյանքի մեծ մասն անց է կացրել Վանալիճի հարավային ափին գտնվող Նարեկ գյուղի վանքում, որը հայտնի է Նարեկավան անունով, եւ ըստ այդմ էլ կոչվել է Նարեկացի։ Նրա հայրը Խոսրով Անձևացին եղել է ժամանակի հուսյալ հոգևորականներից եւ մատենագիրներից մեկը։ Իր հիմնավոր կրթությունը ստացել է Նարեկավանքի հիմնադիր եւ առաջնորդ Անանիա Նարեկացու մոտ, որը բանաստեղծի մոր հորեղբայրն էր։ Բարձր գնահատելով իր ուսուցչին Գրիգոր Նարեկացին նրան անվանել է հոգեզարդ եւ մտավարժ փիլիսոփա։ Հիմնավոր կրթություն ստանալուց հետո նույն վարքում դառնում է բանական, ստանում վարդապետի աստիճան, զբաղվում մանկավարությամբ եւ գրական աշխատանքով։ Իր հոր եւ ուսուցչի նման նա էլ հալածվել է իբրև Թոնդրակյան աղանդի պաշտպան եւ հետևորդ։ Այդ պատճառաբանությամբ իր հայրը զրկվել է պաշտոնից, իսկ ուսուցիչը գրել է իր անմեղություն ապացուցող բազմաթիվ գործեր։ Այդ գործերի Գրիգոր Նարեկացին նույնպես գրել է մի թուղթ, որտեղ նա դատապարտել է թոնդրակեցիներին։ Գրիգոր Նարեկացին գրել են մեկնություններ, ներբողյաններ եւ հիմնադրել է հոգեվոր երգի մի տեսակ, որը կոչվում է գանձ։ Գրիգոր Նարեկացին վախճանվել է 1003 թվականին եւ թաղվել Նարեկավանքի մի գմբեթարթ մատուռ դամբարանում, որը հետագայում դարձել է սրբատեղի, որտեղ անցկացվել են համաժողովրդական տոնակատարություններ։ Նրա կյանքի եւ գործունեության մասին այլ հավաստի տվյալներ եւ տեղեկություններ չեն պահպանվել։ Ինչպես գրում է Մանուկ Աբեղյանը, Գրիգոր Նարեկացու կյանքը շատ միատեսակ է անցել. աղոթել, գրել, կարդալ, դաս տալ, խրատել եւ ապա դարձյալ աղոթել իր խորոց սրտի։ Ժողովուրդը ագնացանքով է վերաբերվել նրա անձին եւ գրել է նրան սրբացնող բազմաթիվ ավանդազրույցներ։ Նարեկացին միստիկ բանաստեղծ է, առանց իմանալ թե ինչ է դա, հնարավոր չէ հասկանալ բանաստեղծի բնության երգերը եւ ոչ էլ պոեմը։ Միստիկի գերագույն նպատակն է հասնել աստվածային էության, աստված կատարյալ է, մարդն է անկատար։ Աստուն հասնելու համար մարդ պիտի հավատով եւ հույսով լցված լինի, մաքրվի մեղքերից, մարմնի ցանկություններից։ Գրիգոր Նարեկացին նպատակ է ունեցել նոր շունչ ու ոգի հաղորդել հայ եկեղեցական երգարվեստին։ Ճիշտ է, նա իր տարերում փառաբանում է Հիսուս Քրիստոսի ծնունդը, հարությունը, համբարձումը, Սուրբ Աստվածամորը, սակայն դրանց անդրադառնում է ոչ թե ավետարանական ձևակերպումներով, այլ կյանքից իրականությունից ստացած անհատական պատկերների ընկալմամբ։ Այդ պատկերների այլաբանական իմաստը նկատի չունենալու դեպքում տեսնում ենք, որ բանաստեղծը ներկայացրել է կնոջ գեղեցկությունը, տղամարդու կորովի կազմվածքը, բնության զարթոնքն ու հանճարը։ Ուստի նրա տաղերը կրոնական են, իսկ արտադրած ձևով եւ պատկերներով աշխարհիկ։
Նրա բանաստեղծական հանճարի վկայակիրը Մատյան ողբերգության պոեմն է, որը ինքը անվանել է Լավոր Համատյան։ Հավաքվել է 1300 թվականին, բաղկացած է 95 գլխից, որոնք բացի երկուսից կրում են Սրտի խորքից խոսք Աստծո հետ վերնագիրը։ Դարեր շարունակ եւ այժմ էլ մեծ համբավ է վայելում, դրվել է հիվանդի գրքի բուժի զորության հավատով։ Այս պոեմը մարդկության առաջին օրինակն է գրականության մեջ, որի նպատակն է մարդուն տեսնել աստվածացած, այսինքն կատարյալ, անթերի, անարատ։ Գրիգոր Նարեկացու տաղերը հանճարեղ արվեստագետի կնիկ գրող բարձրարվեց ստեղծագործություններ են։ Բանաստեղծը ճաշակավոր բարաբարձությունների շնորհիվ ստեղծել է գեղեցիկ մարտիրներ ու փոխաբերություններ, ինչպես խիտասավարք, բողոջախիտ, պտղինավեր, հայլակնաձև, ձախիտ, ծաղկախայտուցք եւ այլն։ Բանաստեղծը օգտագործել է նաեւ ժողովրդական բարբառային բառեր եւ արտահայտություններ, ինչպես ատիճակ, ճապուկ, սայլիկ եւ այլն։ Դա նշանակում է, որ Նարեկացին օգտվել է թե գրական եւ թե բանահյուսական արվեստի ճոխ գանձարանից, իր կողմից լիովի հարստացնելով այն։ Գրիգոր Նարեկացու արվեստը շատ հարուստ է։ Գրիգոր Նարեկացին բանաստեղծության ասպարեզում դրսևորել է հանճարեղ գեղանկարչի ու երաժշտի ունակություններ։ Նրա տաղերը գրված են առանց հանգերի, բայց ունեն բազմազան ռիթմական, տաղաչափական ձևեր։ Դրանց շնորհիվ տաղերը երաժշտական եղանակներից անկախ հնչում են որպես ճոխ ու ներքին մեղեդայությամբ ողջված բանաստեղծություններ։ Մեր գրավոր քերթության մեջ Նարեկացին առաջին անգամ գործածել է հայերեն կոչվող ոտանավորի չափը, կարգը, որը հորինված են մեր անման երգերը։ Նարեկացու արվեստը շատ հարուստ է։ Նա հանգիտության, բանաստեղծության հնչյունաբանության, արտահայտության, պատկերավորման արտահայտչամիջոցների մեծ վարպետ է։ Ինչպես տաղերը, այնպես էլ Մատյանը յուրօրինակ մի կառույց է, որը ունի գավիթ, սրահ եւ խորան, եւ որի ամեն մի հատված կառույց ունի իր նշանակությունը, դերը։ Այն հղկված է ավելորդությունների զուրկ։ Այս կատարյալ համամարտկային աղոթքը չտեսնված մի հրաշալիք է, որի մեծությունը ինքը բանաստեղծն է զգացել։ Բայց մի մալկանացու պիտի վախճանվեմ, բայց այս Մատյանի հարակայությամբ կմնամ անմահ։ Ժամանակակից հայոց լեզվի բառապաշարը նրա մեջ մտնող բոլոր բառերի ամբողջությունն է։ Այն ընդգրկում է ոչ միայն ընդհանուր գործիցական բառեր եւ դարձվածքներ, այլ նաեւ տերմինաբառեր, գիտաբառեր։ Լայն առումով ժամանակակից հայոց լեզվի բառապաշարը ոչ միայն ընդգրկում է գործուն եւ ոչ գործուն բառաշերտեր, այլ նաեւ տերմինաբանություններ։ Բառապաշարը պատմական կարգ է։ Դա նշանակում է, որ այն ժամանակի ընթացքում մեծ զարգացում է ապրել, ենթարկվել է փոփոխությունների եւ ավելի է կատարելագործվել։ Հայերենի բառերի քանակն հասնում է 350,000-ին։ Հայոց լեզուն իր գրավոր շրջանում անցել է հին գրական հայերենի գրափարի, միջին գրական հայերենի կիլիկյան հայերենի եւ նոր գրական հայերենի աշխարհավարի զարգացման փուլերը։ Գործուն ակտիվ բառապաշար։ Գործուն ակտիվ բառապաշարի մեջ մտնում են ամենօրյա գործածական այն բառերը, որոնք հասկանալի են տվյալ լեզվով խոսող մարդկանց հանրությանը։ Դրանք այն բառեր են, որոնք հասկանալի են տվյալ լեզվով, տվյալ դեպքում հայերենով խոսող ոչ միայն մարդկանց են հասկանալի, նաև այդ մարդկանց կողմից ակտիվ կերպով օգտագործում են իրենց ամենօրյա հաղորդակցման ընթացքում։ Ոչ գործուն, պասիվ բառապաշար։ Սրանք այն բառերն են, որոնք մարդկանց կամ հասարակական խմբի ամենօրյա գործածական բառապաշարի մեջ չեն մտնում։ Դրանք կարող են վերաբերել նրանց անծանոթ մասնագիտական տերմինաբանությանը կամ կարող են արտահայտել հուզարտահայտչական տարբեր գունավորումներ։ Ոչ գործուն, պասիվ բառապաշարը ստորաբաժանվում է նորաբանությունների եւ բնաբանությունների։ Հատկանշական է նաեւ այն, որ մշտական փոխազդեցության եւ փոխլրացման գործուն եւ ոչ գործուն բառապաշարի շերտերը եւս փոփոխական են։ Ինչպես տեսնում եք, ոչ գործուն բառապաշարը ստորաբաժանվում է նորաբանությունների եւ բնաբանությունների, նորաբանություններն են հեղինակային նորակազմությունները, իսկ բնաբանությունները պատմաբառերը։ Նորաբանություն է կոչվում այն բառը կամ դարձվածքային միավորը, որը կազմված է նոր հասկացություններ արտահայտելու կամ նոր գաղափար, առարկա, հատկանիշ նշանակելու համար։ Նորաբանությունները լեզվում հիմնականում ստեղծվում են մարդու հասարակական գործունեության ընթացքում նոր հասկացություններ երևան գալու կապակցությամբ։ Նորաբանությունների մեջ են մտնում նաև նորագույն փոխառությունները։ Տարբերակվում են նորաբանության երկու տեսակ՝ բառային եւ իմաստային։ Բառային նորաբանությունները իրենց արտաքին, հնչյունական պատճանով եւ իմաստով բոլորովին նոր բառեր են, որոնք առաջին անգամ են գործածվում լեզվում։ Իմաստային նորաբանությունների էական առանձնահատկությունն այն է, որ նրանք անմիջականորեն կապված են նոր հասկացությունների հետ։ Այս դեպքում հայոց լեզվի հիմնական խնդիրն է այս նոր հասկացությունների համար ստեղծել իրենց համապատասխան նշանը։ Նորաբանությունների մյուս առանձնահատկությունն այն է, երբ նրանք վերաբերվում են կյանքի բոլոր բնագավառներին՝ գիտություն եւ տեխնիկա, մշակույթ եւ արվեստ, տնտեսություն եւ կեցավ, եւ այդ պատճառով է մեծ է նրանց արժեքն ու կշիռը բառապաշարի թարմացման եւ հարստացման գործում։
Իբրև բառերի առանձինքում նորաբանությունների մեջ առանձնանում են հեղինակային նորակազմությունները։ Այդ խմբի բոլոր բառերը գլխավորապես կազմվում են հեղինակների կողմից գեղարվեստական ստեղծագործման և ոճավորման մեջ, որոնք լայն տարածում չեն գտնում ակտիվ բառապաշար, հիմնականում մնում են հեղինակի բառապաշարի սահմաններում։ Գրիգոր Նարեկացու երկիրի բառապաշարի առանձնահատկությունները։ Գրիգոր Նարեկացուն անվանել են իսկական լեզվաշինարար, որը ստեղծել է մի քանի հազարի հասնող նորակազմություններ, լեզվի բառակազմական միջոցներով, բառաբարդմամբ, ազատված և բառապատժելմամբ, օգտագործել է փոխարյալ բառեր, դարձվածներ, ոճեր, քերականական ձևեր, բազմաթիվ բառեր նոր իմաստավորումներով։ Գրիգոր Նարեկացու ստեղծագործություններում, հատկապես մատյան ողբերգության երգում, եղած նորակազմ բառների լիակատար ցանկը մի հայտ բերել է, միշտ էլ հետաքրքրել է մասնագետներին։ Փորձեր եղել են դրանք ներկայացնելու հանրությանը, սակայն արդյունքը լիարժեք չի ստացվել։ Նարեկացին մատյանում գործածել է շուրջ 7477 գլխաբառեր, որոնցից 3404-ը կամ բառարանային բառաքանակի 44.92%-ը գործածված են ընդամենը մեկ անգամ։ Ինչպես նշեցինք, Նարեկացու արվեստը շատ հարուստ է։ Ոչ միայն բարդ, այլև պատկերավոր բառերի ստեղծումն ասես նրա տարերքը լինի։ Այդ բառերը արտահայտում են կամ որդեփիսություն, կամ գործողություն, այսինքն կամ պայեն, կամ ածական, օրինակ անօգնանալի, կայծակնացուցող, բազմավտանգ եւ այլն։ Բառարանը որևէ լեզվի կամ գիտության, մասնագիտական որևէ բնագավառին վերաբերող հայբենական կարգով դասավորված բառերի ամբողջական ժողովածու է, որը ոչ միայն իմի է բերում որևէ լեզվի կամ գիտության, որևէ ճյուղի ժամանակի բառապաշարը, բացատրությամբ, ստուգաբանությամբ կամ թարգմանությամբ որևէ լեզվի կամ լեզուների, այլև ընդլայնում է օգտագործողի մտահորիզոնը։ Այլ լեզվաբանության մեջ տարբեր ժամանակներում բառարանը անվանվել է վարք, բառագիրք, վարգիրք, բառագրքույթ, բառացանք, շքագիրք, լեզվարան, բարբառարան եզրույթներով։ Բառարանը լեզվի գանձարան է, այն իր մեջ ամփոփում է ժողովրդի պատմությունը, կենցաղը, հոգևոր եւ նյութական մշակույթը, նրա զարգացման աստիճանը։ Բառարանները բաժանում են երկու մեծ տիպերի՝ հանրագիտական եւ բանասիրական։ Հանրագիտական բառարանները բաժանում են երկու մասի՝ ընդհանուր եւ մասնավոր։ Բանասիրական բառարաններն են ուղղագրական, ստուգաբանական, նոմանիշների, ականիշների, անվանումների, թարգմանական օտար բառերի եւ այլն։ Թարգմանական բառարանները իրենց հերթին բաժանում են երկու խմբի՝ երկլեզվյան եւ բազմալեզվյան։ Ամպելածուն չի գալի շողեր ջան, մացնելատուն չի գալի շողեր ջան, դու շորորա, դու նորորա շողեր ջան, ամպիտագին զուն գերևա շողեր ջան, դու շորորա, դու նորորա շողեր ջան, ամպիտագին Քափում վերից է շողեր ջան, ես բարակո ձերից է շողեր ջան, դու շորորա, դու նորորա շողեր ջան, ամպիտագին զուն երևա շողեր ջան, դու շորորա, դու նորորա շողեր ջան, ամպիտագին Ինչպես տեսնում եք, մեր տեսասահիկում նույնպես ներառել ենք Գրիգոր Նարեկացու վերաբերյալ բազմաթիվ ասություն։ Գրիգոր Նարեկացուն անվանել են մեծ աղոթասաց, Նարեկա վանքի վանահայր, առաջին մարդագիր և մեծագույն մարդերգու, աղոթքի հանճար, հայկական վերածննդի հիմնադիր։ Գրիգոր Նարեկացու ստեղծագործությունները նույնպես ներառել ենք մեր տեսասահիկում, սակայն դրանց անդրադարձել ենք տեսասահիկի սկզբնամասում։ Նարեկացին ինչպես հայտնի էր իր ժամանակներում, այնպես եւ հայտնի է մեր օրերում։ Դրա բառապացույցն են Գրիգոր Նարեկացու անունը կրող դպրոցները, համալսարանները,
եկեղեցիները եւ այլն։ Այժմ կներկայացնեմ։ 2015 թվականի փետրվարին Ռոմի Ֆրանցիսկոս Պապը Գրիգոր Նարեկացուն հռչակել է տիեզերական եկեղեցու վարդապետ եւ դասել սրբերի շարքը։ Գրիգոր Նարեկացու անունով եկեղեցիներ կան Հայաստանում, Վանաշենում, Արմավիրում եւ Վանաձորում։ Գրիգոր Նարեկացու պատկերը տարբեր երկրների եկեղեցիների պատերին նույնպես քանդակված է։ Բելգիայում կա Նարեկ անվամբ հայկական դպրոց և պարային համույթ։ Կիպրոսում կա Նարեկ անունով 3 հայկական վարժարաններ, որոնք Նարեկ են անվանվել ի պատիվ Գրիգոր Նարեկացու։ Երևանի թիվ 137 և Աղարշապատի թիվ 2 դպրոցները նույնպես կրում են Նարեկացու անունը։ Երևանում կա նաև Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոն։ 2000 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում ստեղծվել է Նարեկացի անվան միություն։ 2002 թվականին Երևանի Մալացիա Սեբաստիա շրջանի տարածքում կանգնեցվել է նրա բրոնզաձույլ արձանը։ 2010 թվականին Ավան վարչական շրջանում Նարեկ հուշարձանը, իսկ 2018 թվականի ապրիլին օծվել է նրա բրոնզաձույլ արձանը Վատիկանում։ Նրա պատկերները քանդակված են Երևանի պետական համալսարանի և Մոսկվայի Սուրբ Խաչ եկեղեցու պատերին։ Գրիգոր Նարեկացի մասին փաստեր։ Մատյան ողբերգության պոեմը ամբողջական կամ մասնակի թարգմանվել է աշխարհի շուրջ 30 լեզուներով։ Նարեկացու ստեղծագործությունների մեջ առանձին տեղ են զբաղեցնում գանձերը, գրված որոշակի տոնի երգվելու նպատակով։ Գանձ ժանրանը ծագում է հենց Նարեկացու ստեղծագործություններից, որոնք սկսվում են գանձ բառով։ 2015 թվականի փետրվարին Ռոմի Ֆրանցիսկոս Պապը Գրիգոր Նարեկացուն հռչակել է տիեզերական եկեղեցու վարդապետ։ Այս հատվածում մեր տեսասայքում ներկայացվում է մեր գյուղի Նարեկա մատուռը։ Այժմ մի փոքր կպատմեմ Նարեկա մատուռի մասին։ Պատմում են, որ 1937 թվականի Տեր Հայրը, այսինքն Տեր Հովհաննեսը, իր մահվան մահճում է լինում եւ նա իր հարսին եւ որդուն խնդրում է, որ ավետարանը, այսինքն Նարեկը տուն տանեն։ Հարսի եւ որդին Նարեկը բերում են տուն եւ առավոտյան եկեղեցին տեսնում են քանդված եւ թալանված վիճակում։ Նարեկը մնում է նախկին մատուռում։ Սակայն ինչ-ինչ հանգամանքների բերումով նախկին Նարեկը, այսինքն Նարեկա մատուռը, քանդվում, այրվում եւ փլուզվում է։ Այդ ժամանակ Նարեկ ավետարանը տեղափոխվում են Նկու։ Սակայն տարիներ անց մեր գյուղի բնակիչ Հունան Ավետիսյանի երազ է գալիս Նարեկ ավետարանը եւ խնդրում իրեն տեղափոխել իր նախկին տեղը։ Մատուռը վերանորոգում է եւ գիրքը տեղափոխում իր նախկին գիրքին։ Մինչ այժմ գոյություն ունի Նարեկա մատուռը եւ այն ունի բուժիչ հատկություն։ Հիշատակված ավետարանը Գրիգոր Նարեկացու մատյան ողբերգության պոեմն է, որի ժողովուրդը նաև անվանել է Նարեկ, եւ որը գտնվում է մեր գյուղի Նարեկա մատուռում։ Ահա նկարներ Նարեկ այցելությունից եւ մեր աշխատանքի ընթացքից։ Աշխատել ենք առցանց, դասարանում եւ գրադարանում։ Մեր գյուղի այն գիրքն է, Նարեկն է։ Ես կարծում եմ, չկա որևէ այդտեղ թվական, ես կարծում եմ ըստ իր աշխատած կազմի, երևի ստվում է 19-րդ դարավերջ կամ 20-րդ դարի սկզբի ինքը գիրք պետք է լինի, այրվել է, հետաքրքիրն այն է, որ գիրքը չի այրվել, ուղղակի որ թերթեր երևի առանձին են եղել, հրդեհվել են, ես կարծում եմ, որ պետք է ժամանակաշրջան այդ ժամանակաշրջան եւ այստեղ եւ կազմն է, կաշեք կազմի վրա երկար թե խաչի այդպես հարմարեցված եւ թերթերը, եթե տեսնում եք, կողքերը արդեն այրված են, պետքերը մնացել են, մեր գյուղի Նարեկի հենց գիրքն է, ավետարան նկատում են Նարեկը։ Գոհար վարդն վարավյալ, իվերից վարսիցն արքենից, իվերի վերա վարսիցն ծավալեր ծաղիկ ծովային, ի համատարած ծովեն պողպճեր գույնն այն ծաղկին, երկնին, երկնունակ ծաղկին, շողշողեր պտուղնի ճղին, Գրքում վակասի սնամեր խուրն տերևով, վերևն տավիղ տվողի, զոր երկեր Դավիթ հրաշալի։ Դու լույս ես ու հույս, իսկ ես խավարուխ եմ, դու ի բնե բարի ու գովելի, իսկ ես չար, համակ ու ապիկար։ Դու տեր համորեն երկնի ու երկրի, իսկ ես չեմ իշխում շնչիս ու հոգուս։ Դու բարձալ ազատ կարիքներից զերծ, իսկ ես ենթակատ արժանքի վշտի։ Դու վեր երկրային կրքերից բոլոր, իսկ ես կավ, անարկ ու գարշելի։ Աչքն ծովի ծով ծիծաղախիտ, ծավալան այր հարավոտում,
երկու փայլագնաձե բարեկական նման շողնիժմի իջյալ հառավոտել լույս։ Հայտել նռնելի սարդիատում գեղաշիտակ ծայրից ծաղկանց, որեսյուն մի սրտին ու սխայորեն կարկաչար սադբերունի սեր։ Ձեռանցը եղիշոկ ամարակապ կապեր, ատիճաղ, պատիճաղ, ստղի խտղի երկով, յուսեր զելևեսնն միմյանս, հանդարտիկ խաղար, տիկնեթեքին ճեմեր։ Գեղեցիկ կատարմամբ ավարտենք մեր նախագծային աշխատանքը։ Կներկայացնեմ Կոմիտասի շողեջան կատարումը։ Լունա, կարելի է մի առաջարկ անել։ Ես կցանկանայի, որ դու մի փոքր նարեկացի նվագես, այդ փոքր նա, հետո անցնեմ։ Արդյունքը բարարան գրքույկ ստեղծելն էր և երեխաները նկարագրեցին, ներկայացրին համագործակցությունը նոր տպագրական հետ, 953 նորակազմությունների գեցեք, շնորհակալ եմ շատ, շնորհակալ եմ անչափ, տաղանդավոր աշակերտներ համոզված եմ արդեն մի քանի տարի հետո արդեն ձեզ որ կդիտարկեն ոչ որպես աշակերտներ, այլ ձեր ոլորտի հմուտ բանիմաց խելացի մասնագետներ համոզված եմ։ Ուղղակի հենց սկզբից նախ շնորհակալություն եմ հայտնում ու անչափ շնորհակալ եմ, որ երեկ երեկոյան դուք ինձ զանգեցիք և ես իմ օրակարգը փոխեցի ու եկա այստեղ, հիմա շատ ափսոսայի, որ ներկա չգտնվեի, ուղղակի շնորհակալ եմ։ Այս մի շատ կարևոր հանդիպում հետաձգեցի, որ գամ այստեղ։ Հենց սկզբից նախ այս փոքրիկ գրադարանը, այդքան փոքրիկ չէ, բայց գրադարանը մի պահ էր գրադարան, հետո այն կարծես թե վերածվեց տաճարի եկեղեցու, այնքան պատասխանատու, այնքան զգուշավոր, այնքան նուրբ էիք դուք ասում, դուք չէիք պարզապես ասում, ապրում էիք, զգում ու խոսում էիք դուք։ Ուղղակի հիացած էի, ամեն հատված, որ ցույց էիք տալիս, մտածում էի, բայց այս պահին չի էսպիսի բան չեն ներառել, մեկ էլ հաջորդ սահիկի մեջ տեսնում էի ներառել եք, գիրքն էլ որ նայեցի, վերջը դեռ չէի թերթել, ասում այսքան աշխատանք են էլի արել աշակերտները, ինչու ոչ միտեղ իրենց նկարիչ կա, վերջը ոչ տեսնել, իրոք ամեն ինչ որ տեսնում էի, որ ես դիտարկման տեսքով պիտի կամ առաջարկության տեսքով ներկայացնեի, հաջորդ ծայրում կամ հաջորդ վայրկյանին անմիջապես հանդիպում էի։ Այնքան դժվար է այստեղ ասելու, շնորհակալությունը շատ քիչ է ձեզ ներկայացման համար, յուրաքանչյուրը վառ, տաղանդավոր, խոնար անհատականություններ էիք։
ուղղակի շնորհակալ եմ, որ ինձ բախտ վիճակվեց հենց գալ այս դպրոցը ու հենց ծանոթանալ ձեզ հետ, որտեղ ամեն դասարան մտնելուց ես վառ անհատականություններ եմ ինձ հետ տանում այդտեղից ու շատ բարդ է, երբ որ դու ասելու, իհարկե ասում եմ հիմա, բայց ասելու բան այնքան շատ կա ու շատ կարևոր է, ես ոչ թե եկել եմ այս պահին այստեղ այնքան շատ բան տարա, որ իմ ասածը սրա հետ համեմատած շատ քիչ է, նույնն էլ նախորդ ձեր դասից ես այնքան շատ բան կտարա։ Ես մեկ բառ պարզապես կասեմ, պարզապես շնորհակալ եմ ու հիացած երեխեք ջան, բոլորից ձերքում եմ, այնքան հարազատ դուք ինձ դարձաք, այդ սիրուն լուսավոր վառ դեմքերով ու այդ շատ համոզված են պոտենցիալ անհատականություններով, հետագայում մենք հանդիպելու ենք։ Շնորհակալ եմ շատ, նայ, ծայված է ձեզ, խնդրեմ, Գիտա ջան։ Մերսի, շատ ապրեք, շնորհակալություն, շատ զգացված եմ երեխեք ջան։ Այս ամենաթանկանոց, ամենակարևոր, ամենահետաքրքիր, ամենաբովանդակալից գիրքն է։ Երբ որ քո աշակերտն է ունենում այսպիսի աշխատանքներ, երբ որ մեր դպրոցի ուսուցիչն է այսպիսի աշխատանքներ կատարում, դա լինում է մեր համար ամենակարևորը, ամենաթանկը, ամենաարժեքավորը։ Շնորհակալ եմ։